Դուք երբևիցե մտածել եք, թե ինչպես ենք մենք հայերս արտահայտում մեր ամենամեծ սերը։ Շատերը հաճախ օգտագործում են ցավը տանեմ, մեռնեմ սրտիդ արտահայտությունները։ Սրանք համարվում են սիրո ամենաբարձր դրսևորումները, սակայն նրանց մեջ թաքնված է ցավ ու մահ։ Ինչպես է այս բարի անեծքը ազդում մեր եւ մեր ազգի վրա։ Արդյոք մենք գիտակցաբար մեր ազգի կոդի մեջ դնում ենք զոհաբերության էներգիա։ Բոլոր կրոններում, հատկապես քրիստոնեության մեջ, Աստված աշխարհը ստեղծեց խոսքով։ Նա չմտածեց, այլ ասաց՝ թող լինի։ Նույն կերպ մեր բառերն էլ ունեն նույն ստեղծագործ ուժը։ Երբ մենք խոսում ենք, մենք համագործակցում ենք այդ արարչական ուժի հետ։ Գիտությունը հաստատում է, բացասական բառեր արտասանելիս, նույնիսկ ինքնախոսության ժամանակ մեր ուղեղը ակնթարթորեն ստրեսի հորմոններ է արտադրում։ Դա մեր ուղեղի թռիչքի արձագանքն է։ Մեր մարմինը, որը մեծամասնությամբ ջուր է, արձագանքում է յուրաքանչյուր վիբրացիայի։ Այս արձագանքը խանգարում է մեր տրամաբանական մտածողությանը, հիշողությանը եւ քնին։ Այսինքն, մարդիկ անիծելով կամ քննադատելով ուրիշին, առաջին հերթին վնասում են սեփական առողջությանը։ Հետևաբար, բացասական խոսքը ուղղակի ինքնավոչնչացում է։ Մեր սերն արտահայտող ցավը տանեմ կամ մեռնեմ սրտիդ արտահայտությունները, չնայած բարի մտադրությանը, մեր կոլեկտիվ գիտակցության մեջ ցավ ու մահ են ամրագրում։ Մենք որպես ազգ պետք է սովորենք մեր սերը կոդավորել կյանքով ու առողջությամբ։ Փոխանակ ասելու մեռնեմ սրտիդ, ասենք ապրեմ քո կյանքի համար։ Փոխանակ ասելու ցավը տանեմ, ասենք թող առողջ լինես։ Փոխենք սեմետիկան, պահպանելով սերը։ Խոսքի ուժն այնքան մեծ է, որ ծնողի անեծքը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ զավակի կյանքի վրա, անգամ եթե ծնողը զայրացած ասում է գրողը տանի քեզ, դրանով նա զավակին նվիրաբերում է չար ուժերին եւ դրանք իրավունք են ձեռք բերում ազդել նրա վրա։ Ձեր խոսքը կորցնում է իր ուժը եւ պապանձվում է, երբ չկա համապատասխանություն ձեր ներքին վիճակի եւ արտաքին խոսքի միջեւ։ Մեր լեզուն կապվում է, երբ մենք կեղծավոր ենք։ Խոսքի պապանձումը հոգևոր պատիժ է, երբ մարդն ինքն իրեն զրկում է ճշմարտությունն արտահայտելու իրավունքից։ Գիտակցեք ուժը, սկսեք ձեր բառերը վերածել բացահայտ օրհնանքի, ոչ թե թաքնված անեծքի։ Հիշեք, խոսքը տիեզերք բարձրացած ալիք է, որը անպայման վերադառնալու է դեպի աղբյուրը, դեպի ձեզ։ Իսկ դու ինչ ես կարծում այս թեմայի վերաբերյալ։ Գրիր քո կարծիքը տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։ Ինչպես նաև լայքիր տեսանյութը, որպեսզի այս կարևոր ինֆորմացիան հնարավորինս մեծ տարածում ունենա եւ բաժանորդագրվիր Argan blog-ի էջերին ավելին իմանալու համար։ Ձեզ հետ Argan Robertin էր։ Կհանդիպենք։